Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուշ Պապյանն եմ, զրուցելու եմ քաղաքագետ անվտանգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղևոնդյան, կարծեք թե այս հակամարտությունը, պատերազմը ավարտվելու միտում չի ցուցաբերում եւ հաշվի առնելով Իրան-Իսրայել այս հակամարտության սրացումը եւ Իրանի արտգործնախարար Արաղչիի վերջին այցը Թուրքիա, Ռուսաստան, ինչպես պետք է Հայաստանը դիրքավորվի այս տարածաշրջանային ճգնաժամում։ Լավ կլինի, որպեսզի Հայաստանը չեզոք մնա եւ որևէ կողմին որևէ աջակցություն ոչ միայն գործով, այլ նաեւ խոսքով չհայտնի, քանի որ այս հակամարտության երկու թևերում էլ կան երկրներ, որոնք ակնհայտորեն Հայաստանի Հանրապետության հետ ունեն համընկնող շահեր։ Եթե խոսքը գնար բացառապես Իսրայելի մասին, ես հակառակ կարծիքի կլինեի, ես կկարծեի, որ Իսրայելի դեմ Հայաստանը նաև ի պաշտպանություն Իրանի պետք է հստակ դիրքորոշում ունենա, բայց խոսքը այստեղ արևմուտք-Իրան հակասության մասին է, իսկ արևմուտքում մենք ունենք այս պահին բազմաթիվ գործընկերներ, ում շահերը Հայաստանի հետ ակնհայտորեն համընկնում են։ Եվ այս առումով չեզոքությունը կարծում եմ Հայաստանի համար լավագույն դիրքավորումը կլինի։ Արդյոք Իրանի հետ սերտ հարաբերությունները կարող են խնդիրներ առաջացնել Հայաստանի արևմուտքի հետ մերձեցման ճանապարհին։ Դուք նշում եք, որ Հայաստան արևմուտքի հետ ունի սերտ հարաբերություններ։ Հիմա Իրանի հետ այդ սերտ համագործակցությունը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել, թե ոչ։ Տեսեք, եթե այդ համագործակցությունը չի խախտում որոշակի կարմիր գծեր արևմուտքի համար, օրինակ եթե Հայաստանը ռազմական տեխնիկա չի մատակարարում Իրանին, ակնհայտ է, որ Հայաստանը ռազմական տեխնիկա չի մատակարարում Իրանին, ապա արևմուտքը ըմբռնումով է մոտենում եւ ամբողջ 30 տարիների ընթացքում արևմուտք-Իրան լարվածություն միշտ եղել է եւ արևմուտքը միշտ է ըմբռնումով մոտեցել Հայաստանի եւ Իրանի փոխհարաբերությունների հաշվի առնելով այն, որ Հայաստանը ունի երկու փակ սահման եւ Հայաստանը ունի խնդիրներ աշխարհի հետ հաղորդակցվելու։ Թեև պետք է նշենք, որ պատերազմի սկզբից ի վեր Իրանի սահմանը ըստ էության փակ է, որոշակի իհարկե բացառություններով, եւ այստեղ էլ Հայաստանը կորցնելու որևէ բան համենայն դեպս ես կարծում եմ չունի։ Բայց մյուս կողմից, եթե Հայաստանը շարունակի այնպես ինչպես պատերազմի առաջին օրն էր դիրքավորվել որպես Իրանի բարեկամ, մեղադրել Իսրայելին, ապա այդ մեղադրանքները կարող են հետագայում նաև որպես մեղադրանքներ իրենց հասկանալ արևմտյան պետությունների, առաջին հերթին Միացյալ Նահանգները, որովհետև տեսեք պատերազմի առաջին օրը Իրանին հարվածեց Իսրայելը, իսկ 3 արդեն Իրանին հարվածեց Միացյալ Նահանգները։ Ինչ է Հայաստանի արտգործնախարարությունը գտնում է, որ Միացյալ Նահանգներն էլ սխալ է արել, որ հարվածել է Իրանին։ Հուսով եմ, որ կա այնքան գիտակցում արտաքին գործերի նախարարությունում, որ եթե նույնիսկ այդպես են մտածում, դրա մասին չբարձրացնեն։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները դարձյակ հայտարարել են հուժկու հարվածի մասին, հուժկու հակահարվածի մասին։ Ինչ սպասել։ Ուր է մինչև ձգվում այս պատերազմը ձեր կարծիքով, թե հայտարարությունները մի բան են, բայց գործողությունների մակարդակը նույնիսկ ուշավոր կլինի Իրանը։ Իրանի գործողությունները եւ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների գործողությունները ունեն մեկ տրամաբանական տարբերություն։ Թեև դրանք իրենց ուժգնությամբ, իրենց վնասաբերությամբ կապված ֆինանսական մասին օրինակ կարող են համարժեք լինել, բայց իրենց ռազմավարական նշանակությամբ դրանք բացարձակապես տարբեր են։ Իսրայելը եւ հիմա արդեն Միացյալ Նահանգները հարվածում են եւ նվազեցնում են Իրանի ռազմական ներուժը, նվազեցնում են Իրանի գիտական ներուժը, տեխնոլոգիական ներուժը։ Իրանը հարվածում է Իսրայելին օրինակ եւ նվազեցնում է Իրանի ենթակառուցվածքները, որոնք ֆինանսական խնդիր են եւ Իսրայելը կարող է գումարներ ծախսել եւ դրանք վերականգնել։ Իսկ Իրանը չի կարող գումարներ ծախսելու միջոցով վերականգնել այն ռազմական հնարավորությունները, գոնե կարճաժամկետ հեռանկարում վերականգնել այն ռազմական հնարավորությունները, որոնք որ վերացրել են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Եվ փաստացի այս տրամաբանության մեջ Իրանը կորցնում է ավելի, քան կորցնում է մյուս կողմերը։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Իրանի համար ձեռնտու կլինի որոշակի փոխզիջումների գնալ եւ շատ արագ հանգուցալուծել այս իրավիճակը, ինչը ձեռնտու կլինի նաեւ Հայաստանի համար։
Իրան-Իսրայել պատերազմի սրացումը կարող է արդյոք ազդել այսպես Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա, ինչ եք կարծում։ Իհարկե կարող է ազդել, եթե հարցը հասնի օրինակ էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելուն Իրանի, մենք գիտենք, որ մենք գազ ենք ստանում, կա նաև գազ էլեկտրոէներգիայի դիմաց ծրագիրը, որտեղ Հայաստանը ակնհայտորեն որոշակի օգուտներ ունի, եթե Աստված մի արածցե հանկարծ այս ուղղությամբ հարվածներ լինեն, եթե այս ուղղությամբ Իրանը խնդիրներ ունենա, այդ խնդիրները ուղիղ կերպով նաև մեր էներգոհամակարգի վրա են ազդել։ Տեսեք, հետաքրքիր է Հայաստանը այս պարագայում պիտի չեզոքություն պահպանի, դուք նշում եք Հայաստանը առաջին պահ այդ չեզոքությունը չպահպանեց, թեև արտաքին գործերի նախարարության հայտարարությունը բավականին չեզոքություն էր իր մեջ։ Ամեն դեպքում դատապարտում էր Իսրայելին հարվածներ հասցնելու համար։ Պարոն Ղևոնդյան, ինչ է սպասվում Հայաստանի, այսպես ասած, տնտեսությանը, նաև ինչու եմ հարցնում, որտեղ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն է հայտարարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրային ծավալների կրճատման եւ Եվրամիությանը մերձենալու դեպքում Հայաստանի շուկայի անհրապույր դառնալու մասին։ Ընդհանրապես մենք տեսնում ենք փաստորեն կա որոշակի ճնշում Հայաստանի դեպի Եվրամիություն, դեպի արևմուտք, ուրեմն ճանապարհին, ինչպես կարող է Հայաստանը հավասարակշռել օրինակ իր տնտեսական շահերը առանց զիջելու ազգային անվտանգությունը։ Այնպես չէ, որ Հայաստանի շուկան երբևէ հրապուրիչ չէ եղել, Հայաստանի շուկան շատ փոքր է, նույնիսկ տարածաշրջանային առումով Հայաստանի շուկան ամենափոքրն է, եւ այս առումով Հայաստանը բացառապես ենթակառուցվածքային եւ քաղաքական նշանակություններ է ունեցել։ Շուկան օգտագործվել է այդ տրամաբանության մեջ, ենթակառուցվածքներ, Հայաստանով տարանցիկ փոխադրումներ, օրինակ եկեք հիշենք, որ ռուս մեդիա փորձագետներից մեկը հայտարարում էր Վրաստանով եւ Հայաստանով Իրան դեպի Իրան ճանապարհ բացելու մասին եւ այլն, եւ նույն տրամաբանությունն էլ աշխատում է այսօր, օրինակ Թուրքիայի համար շատ հետաքրքիր է Հայաստանով անցնող տարածիկ ճանապարհը եւ բացարձակապես հետաքրքիր չէ Հայաստանի շուկան, այսինքն եթե ավելի պարզ ասենք, Թուրքիան եւ Հայաստանը, Թուրքիան կարող է համաձայն լինել, սահմանը բացել, եթե կա ներուժ տարանցիկ փոխադրումների համար Հայաստանը օգտագործելու։ Եթե չկա այդ ներուժը, ենթադրենք Ադրբեջան-Հայաստան սահմանը մնում է փակ, ապա Թուրքիայի համար Հայաստանի սահմանը բացելու հետաքրքրությունը բազմակի անգամ նվազում է։ Այնպես որ վախեցնել, որ Հայաստանի շուկան կարող է հրապուրիչ չլինել, դա ընդհանրապես մանիպուլյացիա է։ Մյուս կողմից Հայաստանը այսօր փորձում է տնտեսական ոլորտը եւս դիվերսիֆիկացնել, թեև ես նկատում եմ, որ այդ շարժերը շատերի գնահատվում։ Եթե զուտ թվերը նայենք, ապա հակառակ տենդենսն է տեղի ունենում, ԵԱՏՄ-ի հետ անընդհատ ավելանում է մեր առևտրաշրջանառությունը, բայց մյուս կողմից որոշակի փորձեր կան, օրինակ եկեք հիշենք, որ մարտ ամսին ձկնարտադրության համար Եվրամիության շուկան բացվեց Հայաստանի ձկնարտադրության համար եւ այլ ուրեմն նման գործոններ եւս կան, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը փորձում է գոնե իր տնտեսական դիվերսիֆիկացումը իրականություն դարձնել։ Թեև, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, շատ դանդաղ է դա անում, վախվորած է դա անում, շատ հարցերում ընդհանրապես նախաձեռնություն չի ցուցաբերում Հայաստանը, երբ ասում ենք Հայաստանը հաշվի առնենք, որ դա բոլոր մարմիններն են, ոչ միայն Հայաստանի վարչապետը, ոչ միայն Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, այլև նաև հասարակությունը։ Ես նշեմ, որ հասարակության կողմից մասնավոր սեկտորի կողմից էլ այդպես մեծ ակտիվություն չեմ տեսնում այլ ուղղություններով, դա էլ հավանաբար հոգեբանական խնդիր է, քանի որ կա մի շուկա, որտեղ նրանք իրենց գումարներն աշխատում են, չեն ցանկանում ուղղակի ձեռք տալ նրան, ինչը աշխատում է թեկուզ եւ նվազագույն օգուտներ բերելով։ Այս իրավիճակն այս է, եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանում է, եւ ես կարծում ցանկանում է, որ Հայաստանը եվրոինտեգրման ուղղությունը շարունակի, ապա պետք է ճնշում գործադրի թե իշխանությունների նկատմամբ, թե տնտեսվարողների մասնավորի նկատմամբ, որպեսզի տնտեսական դիվերսիֆիկացումը եւս իրականություն դառնա, առանց դրա եվրոինտեգրումը շարունակելը ուղղակի իմաստ չունի։ Պարոն Ղևոնդյան, լավ, ինչպես պետք է Հայաստանը օգտագործի իր դիվանագիտական հնարավորությունները Ռուսաստանի տնտեսական սպառնալիքները որոշակի այսպես չեզոքացնելու, մեղմելու, միաժամանակ նաև պահպանելով Եվրամիության հետ այսպես մերձեցման հնարավորությունը, ուղղությունը։ Փափուկ ուժի տեխնոլոգիաներով, փափուկ ուժը ոչ միայն կինոֆիլմերն են, փափուկ ուժ է նաև այն, որ Հայաստանը կարող է ցույց տալ այն առավելությունները, որոնք ունի Ռուսաստանը Հայաստանին ունենալով Եվրասիական տնտեսական միությունում։ Տեսեք, ես բացարձակապես համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ եթե Հայաստանը լքի հապ կա, ԵԱՏՄ-ից նրան դուրս են մղելու, չկա այդպես։ Այդ պաշտոնյաներն են հայտարարում, սա պարզապես ճնշում, սպառնալիք այլ դիտարկել Հայաստանի նկատմամբ, որպեսզի կարողանան դրա միջոցով Հայաստանին պահել օրինակ հապկում։ Բացարձակ համաձայն չեմ, որովհետև
որովհետև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի լինելը հավասար չափով, եթե ոչ ավելի ձեռնտու է Ռուսաստանին, քան Հայաստանին։ Իհարկե Հայաստանը այդտեղից որոշակի օգուտներ ստանում է, թեև ես նշեմ, որ այս տարի 2024 թվականին արդեն 3-րդ տարին անընդմեջ մենք կրկնակից ավելի գումար մուծում ենք որպես մաքսատուրք Ռուսաստանին, քան հետ ենք ստանում որպես մեր տոկոսը ընդհանուր կաթսայից։ Այսինքն այստեղ էլ այդպես միանշանակ չէ, որ Հայաստանը միայն օգուտներ է ստանում, եթե նույնիսկ վերցնենք եւ համեմատենք կշռենք, գուցե մեր վնասներն ավելի լինեն, քան օգուտները։ Իսկ Ռուսաստանը միանշանակ օգուտներ ստանում է, որովհետեւ օգտագործում է Հայաստանի շուկան ոչ սանկցիոն, բայց Ռուսաստանի համար անհասանելի ապրանքներ ձեռք բերելու համար։ Ինչի մասին է խոսքը, ես բացատրեմ, որպեսզի մեր ունկնդիրները ավելի լավ պատկերացնեն։ Կան ապրանքներ, կան բավական հայտնի ապրանքներ, որոնք այդ պատժամիջոցների ցանկում ընդգրկված չեն, այսինքն պատժամիջոց չկա, որպեսզի դրանք արտանվեն Ռուսաստան։ Բայց այդ ապրանքները արտադրողները չեն ցանկանում աշխատել ռուսական շուկայում։ Իրենց բարոյական նկատառումներով, իրենք ունեն ներքին ինչ-որ խնդիրներ, հարցեր եւ այդ պատճառով Ռուսաստան այդ ապրանքները չեն արտահանում։ Նման ապրանքները, որոնք պատժամիջոցների ցանկում չեն, որևէ պետություն չի արգելվում, որպեսզի արտահանեն Ռուսաստան։ Եվ Հայաստանում կան տնտեսվարողներ, ովքեր օգտվում են դրանից, գնում են այդ ապրանքները, բերում են Հայաստան, հետո Հայաստանից արտահանում են Ռուսաստան, որևէ միջազգային պատժամիջոց չեն խախտում, որևէ խնդիր չեն ստեղծում։ Մյուս կողմից այդ ապրանքները արտադրողներն էլ ուղիղ Ռուսաստանին չեն վաճառում եւ կարծում են հավանաբար, որ իրենց այդ բարոյական խիղճը բավարարվեց եւ այլն, եւ այստեղ Ռուսաստանը որոշակի օգուտներ ստանում է։ Այլ օգուտ է քաղաքական օգուտը, առայն որ այդ Եվրասիական տնտեսական միություն կոչվածը բացառապես ռուս-թուրքական համաձայնություն չէ Բելոռուսի, Ռուսաստանի եւ Միջին Ասիայի թուրքական պետությունների միջեւ, այլ այդտեղ կա նաեւ պետություն, որը ակնհայտորեն ժողովրդավարական է, ակնհայտորեն ավելի առաջավոր աշխարհի մաս է, քան իրենք Բելոռուսը կամ մյուս պետությունները հաշվի առնելով հենց ժողովրդավարության մակարդակը։ Այսինքն սա էլ քաղաքական օգուտն է Ռուսաստանի։ Տարանցիկ տեղափոխումների օգուտը տեսեք, այս պահին հայ-թուրքական սահմանը միայն հայ-թուրքական սահմանը չէ, դա Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության սահմանն է, որովհետեւ Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է։ Եվ ստացվում է, որ Ռուսաստանը կամ Եվրասիական տնտեսական միությունը սահման ունեն նաև Եվրամիության հետ Հայաստանի տարածքում։ Եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ չլինի, ապա այդ սահմանը Եվրասիական տնտեսական միությունը կորցնում է, եւ դա նշանակում է, որ Ռուսաստանն է այդ սահմանը կորցնում։ Այսինքն Ռուսաստանը եւս ունի բավական ծանրակշիռ օգուտներ, որոնց համար Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունից հանելը ձեռնտու չէ։ Եվ դրանք Հայաստանը պետք է ուղղակի օգտագործի, տեսեք, դուք ասում եք, թե ինչպես պետք է օգտագործի։ Փափուկ ուժը հենց այդ է, որ գնալ, ցույց տալ, բացատրել, ամենօրյա ռեժիմով աշխատել, թե դուք ինչ օգուտներ նույն ԵԱՏՄ շուկան, օրինակ, նաև քայլեր անելու ԵԱՏՄ շուկայից դուրս գալու աստիճանաբար, բայց պետք է չարվեն այդ քայլերը, գոնե հիմա պիտի որոշակի տեսանելի չլինեին։ Տեսեք, ինձ համար Եվրասիական տնտեսական միությունը միանշանակ կերպով Հայաստանի գոնե մաքսային ոլորտի համար հետընթաց էր։ Եվ եթե Հայաստանը չլինի Եվրասիական տնտեսական միությունում, ես կարծում եմ Հայաստանի տարբեր ոլորտների ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման տեսլականը շատ ավելի դրական ուրեմն կանխորոշումներ կարող է ունենալ, բայց մենք այնպես ենք այս պահին կապված Եվրասիական տնտեսական միության հետ թելերով, որ եթե վերցնենք, պատկերացնենք, որ հանկարծ այս պահին Եվրասիական տնտեսական միությունը կտրվում է եւ Հայաստանը դուրս է գալիս, ապա Հայաստանում տնտեսական կոլապս կառաջանա։ Բարի բուն իմաստով, որ տնտեսության ճյուղեր կլինեն, որոնք որ այնպես խոր ճգնաժամի մեջ կհայտնվեն, որ շատ բարդ կլինի նրանց այնտեղից հանելը։ Իսկ ընդհանուր առմամբ ԵՏՄ-ից դուրս գալ թե դուրս չգալ, ակնհայտ է, որ Հայաստանը ինչ որ մի զարգացման պարագայում հաստատ դուրս է գալիս ԵՏՄ-ից, որովհետև մենք արդեն օրենք ենք ընդունել, որ գնում ենք դեպի Եվրամիություն, մենք ունեցել ենք Եվրամիության հետ տարբեր պաշտոնյաներ տեսնում եք, որ հայտարարում են վարչապետի մակարդակում ԵԱՏՄ-ից դուրս չգալու։ Այո, իհարկե, բայց նաև կան պաշտոնյաներ, ովքեր բացահայտ ասում են, եւ դա իրականություն է, որ հնարավոր չէ ունենալ ազատ առևտրի համաձայնագիր Եվրամիության հետ, որը ասոցիացիոն համաձայնագրի մաս էր, հնարավոր չէ մեկ քայլ եւս առաջ կատարել Եվրամիության հետ փոխհարաբերությունում եւ մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց դա կատարելու համար Հայաստանը պետք է տնային նախապատրաստական աշխատանք կատարի, եւ այդ աշխատանքը այնպես չէ, որ 1-2 ամսում հնարավոր է կատարել։ Պարոն Ղեմոնդյան, գանք ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներ
գործողություններին, տեսեք ինչ է կատարվում, բավականին թեժ է, ամառը մեզ մոտ 3 կաթողիկոսներ հայտարարել ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվել, մեղադրել Հայաստանի իշխանություններին եկեղեցու դեմ ոտնձգությունների համար, իր աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին, որը ըստ նրա քաղաքական հետապնդման է ենթարկվել, ինչ է կատարվում, եթե այսպես ընդհանուր գնահատենք։ Կան զուգահեռ ընթացող տարբեր գործընթացներ։ Գործընթացներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները եւ հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը հակասություններ ունեն եւ այդ հակասությունները դուրս են եկել ուղղակի մրցակցության կամ քաղաքական ինչ պատկերացնում է սահմաններից դուրս են եկել հանրային տարածք։ Ինչու սրվեց հենց հիմա, այդ հակասությունները 18-ից հետո էլ բազմիցս անդրադարձել են, եղել են, բայց հիմա պայթեցին։ Ես դա կապեմ նախընտրական տարվա հետ, հաջորդ տարի մեզ սպասում է խորհրդարանական ընտրություններ եւ այս տրամաբանության մեջ եւ եկեղեցու գործողությունները եւ իշխանությունների գործողությունները կարող են նախընտրական ուրեմն որոշակի միտումներ ունենալ, բայց եկեք հիմքերը դիտարկենք, որպեսզի հասկանանք։ Ես ուղղությունից միայն մեկի մասին եմ դեռ խոսում, հիմքերն այն են, որ եկեղեցին սկսեց քաղաքական դաշտում գործողություններ իրականացնել։ Եթե դու քաղաքական դաշտում գործողություն ես իրականացնում, դու կլինես եկեղեցու ղեկավար, դու կլինես ինչ-որ մասնավոր բիզնես եւ այն ինչ սկսվեց Բաղդադ Կարստանյանից, ուրեմն դու մտնում ես այն դաշտ, որտեղ կան որոշակի կանոններ։ Այսինքն, եթե դու քաղաքական գործունեություն ես իրականացնում, քաղաքական դաշտի կանոններին պետք է հետևես։ Իսկ քաղաքական դաշտի կանոններով ցանկացած մրցակից կարող է քեզ հարվածել, եւ Հայաստանի իշխանությունը գտել է թույլ կետերը եւ հարվածում է։ Դա շատ նորմալ է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ։ Նորմալ չէ, որ եկեղեցու ղեկավարները կարծում են, թե իրենք քանի որ եկեղեցին են ներկայացնում, նրանք կարող են խաղալ քաղաքական խաղ, բայց դուրս մնալ քաղաքական խաղի կանոններից։ Դա նորմալ չէ։ Այդպես չի լինում։ Եթե եկեղեցին ցանկանում էր, որպեսզի չթիրախավորեն, որպեսզի չբացահայտեին, որ եկեղեցու ղեկավարը ամենայն հայոց կաթողիկոսը երեխա ունի, նա կուսակրոնության ուխտը խախտել է, ապա նա չպետք է մտներ այն դաշտ, որտեղ որ այդպիսի բացահայտումները նորմալ կանոններով նախատեսված են։ Իհարկե գրված կանոնների մասին չենք ասում, քաղաքական խաղի տրամաբանության մասին ենք խոսում։ Խնդիրից մեկը հենց այս հակասությունն է, բայց այստեղ կա նաև մեկ այլ զուգահեռ ուղղություն, եւ այդ զուգահեռ ուղղությունն այն է, որ Հայաստանում գործող 5-րդ Շարասյան եւ նաեւ արտասահմանից Հայաստանում ազդեցության որոշակի գործակալներ, մարդիկ, ովքեր որ արտասահմանյան շահեր են Հայաստանում պաշտպանում, փորձում են պարազիտանալ բոլոր իշխանության հետ բոլոր հակասությունների հիման վրա եւ դրանցից լավագույններից մեկը հենց եկեղեցի իշխանություն հակասությունն է։ Այդ պարազիտացման գործընթացում ներգրավել էին թե Հայաստանի 5-րդ Շարասյան ներկայացուցիչների, վերջո այդ պարազիտացման գործընթացում փորձեց ներգրավել Սամվել Կարապետյանը որպես Ռուսաստանի ազդեցության գործոն Հայաստանում եւ մենք տեսնում ենք, որ փորձ է կատարվում օգտագործել այս հակասությունը եկեղեցու ղեկավարության եւ իշխանությունների միջեւ եւ այդ հակասության հիման վրա քաղաքական կապիտալ հավաքել, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել ներքաղաքական գործընթացում։ Հիմա պարազիտացման գործընթացի մեջ ենք, պարազիտացման գործընթացը ընթացել է անընդհատ։ Սկզբում պարազիտացել են Արցախի 44-րդ պատերազմում պարտության վրա, հետո փորձել են պարազիտանալ Արցախից էթնիկ զտման հիմքի վրա, բազմաթիվ այլ մանր դեպքեր եւս եղել են, սահմանագծման աշխատանքների վրա են փորձել պարազիտանալ, հիմա էլ եկել են ու փորձում են պարազիտանալ եկեղեցի իշխանության հակասության վրա։ Տեսեք, ըստ էության այս հակասությունը մինչև ուր կարող է տանել, որովհետև մի կողմից ասում են Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ են, եկեղեցին է աջակցություն հայտնում, Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություններ է անում, ասում է, որ Հայաստանը իր դաշնակիցների հետ հարաբերությունները լավ չի պահպանել, ըստ էության հենց ակնարկելով կոնկրետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին իր աջակցությունը, այսպես ասած, հայտնել եկեղեցին Սամվել Կարապետյանին, ինչ է կատարվում, նրանք կարող են այսպես համախմբվել եւ այդ համախմբումը ինչ արդյունք կարող է տալ։ Վտանգներ կան այսօր այդպիսի այսպես հեղաշրջման հնարավորություն թե ոչ։ Տեսեք, եկեք նախ տարանջատենք հակասությունը մեկ բան է, այն որ Սամվել Կարապետյանը եկել է եւ այդ հակասության հիմա վրա ցանկանում է քաղաքական որոշակի գործընթացներ հարուցել, դա մեկ այլ բան է։ Հակասությունը կարող է գնալ։ Կարծում եք Ռուսաստանի կողմից էր հրահրված պարոն Ղևոնդյան, որովհետեւ ասում էին նա իր ցանկությամբ չէր, կա շատ տարբեր են Սամվել Կարապետյանի գործողությունները։ Շատ նման են, տեխնոլոգիական առումով շատ նման են նրան ինչ տեղի ունեցավ Վրաստանում Իվանիշվիլու գործողելու ընթացքում եւ այս առումով կարելի է ասել, որ
կա բավական մեծ հավանականություն, որ Ռուսաստանից նա ուղարկվել է, որպեսզի Իվանիշվիլի երկու գործողություն կատարվի Հայաստանում։ Բայց վերադառնալով ձեր հարցի բուն իմաստին, առաջինը հակասությունը կարող է հանգուցալուծվել կողմերից որևէ մեկի հեռացմամբ, օրինակ, եթե կաթողիկոսը փոխվի կամ Հայաստանի իշխանությունները փոխվեն։ Սա այդ հակասության հանգուցալուծման մասն է խոսքը, բայց այստեղ Սամվել Կարապետյանը որևէ առնչություն չունի, նա կարող է այս կամ այն հանգուցալուծմանը որոշակի նպաստել կամ խանգարել, բայց նա չի կարող այդ հակասության մաս համարվել, որովհետև ինչպես ասացի, նրանց հիմնական գործողությունը այդ հակասության հիման վրա պարազիտանալը եւ քաղաքական որոշակի դիվիդենդներ հավաքելն է։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչին կարող է հասցնել իշխանությունների խնդիրը կոնկրետ Սամվել Կարապետյան անձի եւ նրան հարող քաղաքական ուժերի հետ, ես կարծում եմ եւ կարելի ասել համարյա համոզված եմ, որ ուղիղ նրան ինչ տեղի է ունեցել նախորդ դեպքերում, երբ Հայաստանում գործող 540 գործողությունները իրականացնել 2022 թվականին 45-44 փողոցներում էին, 2024 թվականին եկել էին այստեղ ինչ որ գործողություն իրականացնում արդեն Բագրատ Գարստանյանի գլխավորությամբ եւ նման մի բան էլ սա է։ Ամեն ինչ որոշակիորեն փոխվում է, երբ խոսում ենք 2026 թվականի եւ ընտրությունների մասին, արդեն հետևում չեն, արդեն մենք այո, եւ այս իմաստով ընտրությունների իմաստով որոշակի փոփոխություններ կարող են լինել, այդ փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանում առաջին փուլով իշխանություն չձևավորվի, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերի վարկանիշը այս պահին բավական ցածր է, իհարկե մենք խոսում ենք այս պահի կարգավորումների մասին, դեռ 1 տարի կա, շատ բան կարող է փոխվել, եւ այստեղ հենց այդ պարազիտացման, այդ պարազիտանալու արդյունքում հավաքած քաղաքական դիվիդենդները կարող են օգտագործվել տարբեր արդյունքներ ստանալու համար։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, վերջերս Կովկասյան մինչ այս դեպքերը Կովկասյան բարոմետրներ այսպես հարցման արդյունքներ հրապարակել, որտեղ եկեղեցու վարկանիշը բավականին բարձր էր, 71% էր, իշխանության վարկանիշը բավականին ցածր էր, փորձեցին նաև այս հարցումների հետ այս սրացումը, բախումը որոշակիորեն կապել։ Ընդհանրապես այս հարցումների ճշգրտության վրա կամ այս հարցումների հրապարակած տվյալների վրա կասկածելու առիթ կա, թե ոչ։ Տեսեք, նման հարցումները մանիպուլյատիվ են, այդ հարցումը չի կարող արտահայտել քաղաքական դաշտում ուժերի դասավորվածությունը, ինչու, որովհետև եկեղեցին իրականում որպես ինստիտուտ քաղաքական դաշտի մասնակից չէ, դերակատար չէ։ Վերջնել եւ մարդկանց հարցնել արդյոք դուք եկեղեցուն վստահում եք թե չէ, ակնհայտ է, որ մարդկանց մեծ մասը, դեռ 70%-ը շատ ավելի փոքր թիվ է, մեծ մասը կասի, որ ես եկեղեցուն վստահում եմ։ Սա առաջինը, երկրորդը, խնդիրը ոչ թե եկեղեցու եւ պետության միջեւ է, այս պահին խնդիրը եկեղեցու ղեկավարների եւ իշխանություն կազմող քաղաքական ուժի ղեկավարների միջեւ է։ Բացի այդ ամենը, իհարկե սա ազդեցության որոշակի նշաններ ունի եւ փորձում են այսպիսով ազդեցություն գործել Հայաստանի հասարակության նկատմամբ, բայց ազդեցություն են փորձում գործել ոչ թե նրա համար, որպեսզի եկեղեցին գա եւ իշխանության տեղը գրավի։ Իհարկե Հայաստանում կան որոշ քաղաքական գործիչներ եւ այդպես խելամտությամբ ոչ այնքան աշկի ընկնող հայտարարություններ անող մեկն էլ կա, որ հայտարարում է, թե եկեք կաթողիկոսին առաջադրենք վարչապետ։ Այսպիսի ուտոպիստական անիմաստ խոսակցություններին մենք չենք անդրադառնում, բայց քաղաքական դաշտը ուղղակի դիտարկելով մենք տեսնում ենք, որ եկեղեցին քաղաքական դաշտում դա բացարձակապես այլ բան է եւ այստեղ հարցում է, եթե լինի այսպիսին, այդ թիվը էականորեն քիչնի։ Եկեղեցին որպես ինստիտուտ բացարձակապես մեկ այլ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ պետք է կարողանա իշխանությունը, եթե իհարկե քաղաքական ուժը, որ ունի իշխանություն, ցանկանում է էլի ունենալ իշխանություն, ես կարծում եմ, որ ցանկանում է, պետք է կարողանա հանրության հետ խոսել, բացատրել, հասկացնել, ցույց տալ այն ինչի մասին ես ասում եմ, թե որը ինչ է։ Եթե դա նրանք չեն կարողանում, դա արդեն իրենց քաղաքական ուժի ներքին խնդիր է։ Պարոն Ղևոնդյան, իսկ առհասարակ նոր կաթողիկոս ունենալու այդ ճանապարհը, որը ցույց է տալիս վարչապետ Փաշինյանը, որքանով է իրատեսական։ Ես աստվածաբան չեմ, չէ, եկեք ճանապարհ մշակենք, ովքեր հավատում են, տեսեք այդ չափորոշիչ։ Ես համաձայն եմ մեկ կետի, որի մասին վարչապետը խոսեց, այն, որ Հայաստան պետությունը պետք է ունենա ձայնի իրավունք կաթողիկոսի ընտրության հարցում։ Եվ կարևոր չէ այդ պետությունը կամ իշխանությունները այսօր որ քաղաքական ուժի մոտ են, ցանկացած դեպքում պետականությունը շատ ավելի կարևոր, շատ ավելի բարձր արժեք է, քան այդ պետականության ատրիբուտները։ Ատրիբուտներից մեկը իհարկե դավանանքն է, որը պետականության ատրիբուտ է Հայաստանի Հանրապետության համար։ Այնպես որ պետությունը, որպեսզի ձայնի իրավունք ունենա, դրա համար անհրաժեշտ են մեխանիզմներ, փոփոխություններ, գուցե եւ նոր կաթողիկոս, ես չգիտեմ, բայց թե դա ինչպես կարելի է անել, թե այդ մեխանիզմները ինչպիսին են, հավանաբար դա պիտի մշակեն աստվածաբանները։
Պարոն ջան, պատկերացնում եք օրինակ եկեղեցու նախաձեռնությամբ մեծ հանրահավաք եւ այլն, այսպես եկեղեցին ինքը արդեն անձամբ ներգրավի քաղաքական հայտ ներկայացնի արդեն այդպիսի Հայաստանի Հանրապետությունը կողմերից ոչ մեկը նահանջելու պատրաստակամություն այո Հայաստանի Հանրապետությունում հակաիշխանական վարքագծով աչքի ընկնող կամ պատրաստ գործողությունների հանրահավաքի եւ այլն կա սահմանափակ թվով մարդ։ Դա ցույց կտա նաեւ 2026 թվականի ընտրությունները, թեև ընտրությունների մի փոքր ավելի շատ մարդ է գնում, քան ուղղակի հանրահավաքների կամ գործողությունների։ Եվ կլինի նախաձեռնողը եկեղեցին, կլինի եկեղեցու որևէ սպասավոր, թե Սամվել Կարապետյանը, թե մեկ այլ դերակատար, միևնույն է, այդ թիվը գերազանցել նրանք չեն կարող։ Այդ թվի ամենամեծ դրսևորումը մենք տեսել ենք 2024 թվականի մայիսի 9-ին 32000, եթե չեմ սխալվում, դա առավելագույն թիվն է, գուցե 1-2 այս կողմ այն կողմ, առավելագույն թիվն է, որը հնարավոր է հավաքել։ Ակնհայտ է, որ 30000, 40000, նույնիսկ 100000 մարդ հավաքելով մեկ տեղում երկրում իշխանություն փոխել հնարավոր չէ։ Եկեք հիշենք 2018 թվականին ինչպես է եղել իշխանության փոփոխությունը, եղել է այնպես, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դուրս էր եկել ցանցային պայքարի ընդդեմ այն մարդկանց, ում որ ցանկանում էր հեռացնել։ 100,000 մարդով ցանցային պայքար իրականացնել հնարավոր չէ, դրա համար պետք է հարյուրավոր հազարներ։ Ինչը մենք տեսել ենք օրինակ 2018 թվականի ապրիլի 25-ին, երբ հարյուրավոր հազարներ փողոցներում էին, այն ժամանակ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել եւ Կարեն Կարապետյանը փորձում էր պահել որպիսի նմանատիպ իրավիճակ լինի, Հայաստանում պետք է լինի մարդկանց նույնչափ քանակ, ովքեր որ դեմ լինեն իշխանությունին եւ պատրաստ լինեն գործողությունների։ Նոր խաղացողներ դեռ կգան, այսպես ջրի երեսին չեք կարծում եւ որքանով այդ քրիտիկական հատվածը հնարավոր կլինի հավաքել, թե բացառում եք ըստ էության Պաղեւանյան։ Դուք նկատի ունեք նոր խաղացողներ այդ դաշտում։ Տեսեք Սամվել Կարապետյանը, այո, հիմա ձերբակալված ասում են հիմա էլ նոր խաղացողներ էլ Կրեմլն ուղարկելու, այդպիսի կարծիքներ են։ Ես կարծում եմ ով էլ գա եւ ով էլ փորձի պաշտպանել այդ տեսակետը, այդ մարդկանց քանակը չի ավելանալու, որովհետեւ այդ տեսակետը պաշտպանող մարդիկ այդքան են։ Ցնցումներ չեք պատկերացնում ներքաղաքական կյանքում։ Ցնցումներ իրականացնելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, եւ ռեսուրսները միայն ֆինանսները չեն։ Մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ են մեդիա ռեսուրսներ, բայց մեդիա ռեսուրսների կեսը այսօր իրենցը չի գոնե, օրինակ այս իմաստով տարբերվում է իրավիճակը 2020-21 թվականներից բավական շատ մեդիա ռեսուրսներ կան, որոնք չեզոք են կամ պրոիշխանական են։ Այսինքն արմատական ընդդիմադիրները կարող են անել այն, ինչ արել են մինչ այժմ։ Օրինակ 2026 թվականին փորձել Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ նորից կիսել խորհրդարանը, ինչպես արել են 2021 թվականին։ Եվ մնացած ընդդիմադիրների գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որպեսզի այդ կիսելը տեղի ունենա։ Շնորհակալ եմ պարոն Ղևոնդյան զրույցի համար։ Հիշեցնեմ, առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Կհանդիպենք։